Ֆիդայիններ կառույցը արդեն տարիներ շարունակ ապացուցել է, որ հավատարիմ է հայ ժողովրդի արժեքներին, այն արժեքներին, որոնք կերտել են հայ ֆիդայինները, սկսած Արաբոյից, Աղբյուր Սերոփով, Զորավար Անդրանիկով, Գևորգ Չաուշով, Հրայր Դժոխքով, Սոսե Մայրիկով եւ այդ բոլորին կարող ենք տեսնել ֆիդայիններ կառույցի գրասենյակում, բոլորի նկարները, բոլորի հիշատակի առջև միշտ հարգանքի տուրք է մատուցում ֆիդայիններ կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը։ Մենք այժմ գտնվում ենք ֆիդայիններ կառույցի փոքրիկ գրասենյակում, առայժմ փոքրիկ գրասենյակում, որտեղ կա դարավոր հայի պայքարի դարավոր շունչը եւ ուզում ենք զրուցել Սեյրան Չիլինգարյանի հետ այսօրվա իրավիճակի մասին, որովհետև Արաբոն, Աղբյուր Սերոփը եւ Զորավար Անդրանիկը եւ բոլոր ֆիդայինները մարտնչում էին Հայաստանի սահմանների համար, Արևմտյան Հայաստանից մինչև այսօր մենք ունենք պայքար եւ մեր պայքարը դեռ ընթացքի մեջ է։ Պարոն Չիլինգարյանին պիտի դիմենք մի քանի հարցադրման։ Պարոն Չիլինգարյան, Հայաստանի սահմանները շարունակում են մնալ վտանգված վիճակում, ինչպես ֆիդայիններն են ասում, ինչպես ազատամարտիկները, կամավորները, կարկուտը տարբեր տեղերից կարող է գալ եւ չենք հասցնում անգամ կանխատեսում անել եւ ամեն օր մի օր Վարդենիսի կողմից, մի օր Արցախի կողմից, Ջերմուկի կողմից, այո, եւ հիմնականում այն վայրերից, որտեղ կան հանքեր, իսկ մենք գիտենք, որ մեր թշնամին անկուշտ է եւ ցանկանում է տիրանալ բոլոր այն տարածքներին, որոնք բերի են։ Ինչ նկատառում ունեք, ինչ մեկնաբանություն ունեք, ինչ ակնկալ ենք այսօր, ինչ ենք սպասում այսօր։ Նախ շնորհակալ եմ ձեզ ձեր գործունեության համար, այո, պետք է մեր ժողովուրդը այս Facebook-ից պիտի հանենք ժողովրդին, իրականությանը մոտիկացնենք։ Ուրեմն շատ շնորհակալ եմ ֆիդայինների անունը տենց շատ քիչ է, որ տենց ոգեղեն ձևով են ասում։ Կազմակերպությունը, որ բացել ենք մայիսի 27-ին Գևորգ Չաուշի օրն ենք բացել մահվան, հիմա շուտով էլի կտոնենք այդ բացման արարողությունը, կտոնենք ինչի համար, որովհետև մենք չէինք մտածել, 17 թիվներ մենք չէինք մտածել, որ այս ամեն ինչը կլինի, եւ ես ընդհանրեն ուզում եի, որ ֆիդայիններին մոռացության չմատնվեն ֆիդայինները, ֆիդայիններին մատուցենք մեր մատաղ սերնդին, դա է ուզում անեմ, այտենց մի հատ աշխատանք ենք ծրագրավորել, որ անենք, իհարկե կա էլի կանենք, բայց այս ամեն ինչը մի քիչ մեզ ուշացրեց, հիմա գամ ձեր հարցի պատասխաններին, ուրեմն այո, ադրբեջանցին չի կանգնելու, ես միշտ ասել եմ, եթե տենում են, որ ոտնձգությունը ընդունվում ա, իհարկե կամաց ոտնձգություն կանեն, կարևոր չի մեկը ստացվի, մեկը չստացվի, ես իմիջայլոց քանի բուն հարցազրույցը չենք սկսել, ես իմ խորին շնորհակալությունը հայտնեմ այս վերջի ծեծու ջարդի համար Թուրքին, այո, արժանի եմ տղեկը շնորհակալանքների, այո, Սոտքում ես շնորհակալ եմ իրենցից ու նաև ժողովուրդն է շնորհակալ, ինձ հաճախ հարցնում են, բա հրաման կար թե չկա, ես իրոք մինչև մի չգիտեմ հրաման եղել է թե չի եղել, բայց քանի որ ոչ մի բան չի բարձրաձայնում, երևի թե եղել է հրաման, որի համար ավելի եմ ոգևորվում։ Ну դա իհարկե չի տալ են բանը, որ всё ամեն ինչ բրծավ, լավ արդեն գոնե այս անգամ հրաման տվին, բայց լավա որ գոնե այս մի անգամ հրամանով կա, որովհետև թուրքը պետք է հայ բասկի ուժը տենա, հայ կամքի ուժը պետք է տենա, պետք է բոլորն էլ իմանան, որ հայ են պարտվող տեսակը չի, դա պիտի բոլորը տեղը բերեն հայ, շնորհակալ եմ բոլոր են տղաներին։ Հիմա ընդհանուր սահմանային լարվածության համար, հա, ես մի լրատվության էլ ասեցին ինձ հարազատ մի հատ ակումբում, որ Սարսանգի ջրամբարը չորացել է համարյա, կադրեր ենք տենում, տղաներն են ասում, գրել էին, որ ուզում են այդ սոտքի մեր այդ գետերի հունը փոխեն։ Դե ասենք, եթե սրանից մի 50 տարի առաջ լեր, կծիծաղեինք բոլորս,
Բայց դե ասենք մեր այս ջերմուկից որ Սևան ջուր ա գալի, տենում ենք որ ամեն ինչ հնարավոր է։ Այս նամանավանդ այս պարագայում որ Ալիևն ամեն ինչ անում է, որ այն շիկացած Ադրբեջանը հանդարտացնի, որ տենում եք ձեր մարես ինչեր եմ անում։ Ադրբեջանում էլ լավ չի։ Չմոռանանք որտեղ այնտեղ կա 2.800.000 թալիշներ, որոնք կոպիտ ասեմ, աբիժնիկ են, կներեք սենց այս բառի համար, բայց այդպես ասեմ, կա մոտ 700-750.000 լեզգիական այդ տարածքը, որ շատ վատ են Ադրբեջանի հետ, որովհետև այդ մարդիկ հին ապրողներն են, այդ հողի տերերն են, իրանց այդ կտորների տերերն են։ Այսօր եկել է մեկը, հիմա թե ընդ Լենինին նվիրելով, թե չգիտեմ ում նվիրելով, ընդ հողատեր են դարել, պետություն են սարքել, ու ասենք այդ լեզգինների բանն են մոռացել, դարգիններին են մոռացել, թալիշներին են մոռացել, օրինակ են Ալիևը, են մեծեշը, հասկանալով այդ ամեն ինչը, նա որ հենց եկել է պաշտոնի, նա վերացրել է փոքրամասնությունների ծառայությունը առաջնագծում, իրանց օրենքով, դա գիտեք ինչ է նշանակում, շատ լուրջ քաղաքականություններ նավարել։ Այսինքն ազգային փոքրամասնությունները չէին կարող ծառայել։ Չէ, ոչ թե չէին կարող, չէր ուզում առաջնագծում ծառայեն, որպեսզի գլուխ չբարձրացնեն, որտեղ Ադրբեջանը կտրով ինչպես Վրաստանը։ Նա հզոր էր, ճիշտ է եմ ասում, բայց շատ գրագետ էր։ Փորձված էշերն է։ Նա արավ այդ ամեն ինչը որպեսզի, բայց այս ինչ էս քուրակը հələ էս չի դարել էլի։ Եկել է, չգիտեմ, սա խառնել է իրար, ինքն էլ չգիտի թե ինչ անում։ Անում է, լավ անում է, բայց հələ չգիտի ինչ։ Ուղղակի ստացվում է իր մոտ։ Ով ինչ ասում է ինքը ծափատալ է։ Տաուշի մասով ասեմ։ Ուրեմն նայեք ոնց է։ Իջևանի սահմանում կար գյուղ Բարխուդարլու, որտեղ սենց կալցոյի մեջ ադրբեջանցիներն էին։ Նույնիսկ ես հիշում եմ, մի անգամ կանգնեցի, հլա գյուղը չէին տվել հայերին, ավտոմատներով վրես քաշեցին, ձեռս բարձրացիր գնացի, Բարխուդարլու, դա բանի պոեզները բանը որ կանգնում էին, այդ գյուղն էր դրանք։ Ունենք մենք Արծվաշեն, իդեպ Արծվաշենի ժողովուրդը Շամշադինից են, Տաուշ ես ասեմ, Շամշադինը ուզում ասեմ, բայց ստիպված ասեմ լրատվության ժամանակ, Շամշադինից գնացել են Արծվաշեն, այնտեղ էլ սենց կալցոյի մեջ է լրիվ, այս պարագայում ադրբեջանական գյուղն է կալցոյի մեջ, հայկական հողի մեջ, կարմիր գծի մասին է այստեղ խոսքը, այս մի պարագայում հայկական գյուղն է կարմիր գծով բանի մեջ, կալցոյի մեջ, որը որ Արծվաշեն մեր հալազուն էր, մեր գյուղն էր, դա եղել են Շամշադինից բարձրացածները սար, հետո ընդեղ գյուղ է դարել, ընդեղից շատ լուրջ մարդիկ են, լույս աշխարհ եկել, կա նաև իմ տոհմակիցներից Սարիբեկ Չիլինգարյանը, սովետական միության հերոս, ընդեղ շատ լուրջ մարդիկ կան։ Հիմա այս ասեցին փոխեցին, առանց որևիցե մի բանի, մենք ընդ 92 թվին հիշում եմ, ընդ 20 քանի հոգի մերոնցից մեռան, մեր Շամշադինից ընդ տանկից զոհվեց, իմ ազգականը Կիրովականից Մխիթար Չիլինգանը զոհվեց, Արծվաշենում մի ձևի փոխեցին, Բարխուդարլուն ու բանը։ Ուրեմն այս երկու գյուղից բացի դե ոչ մի խոսակցություն չի եղել այն ժամանակ։ Պրծավ, այնտեղ լրիվ կարմիր գիծ նոյեմբերյանից գալիս է միջև Իջևանով, միջև գալիս է Շամշադինով, այդ Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Մեհրաբ, գալիս է հասնում է միջև այդ բանի տակով, իմ ասած Արծվաշեն գյուղի տակով միանում է Կարմիրի շրջանի սահմանին։ Այնտեղ Թուրքի անուն չկա, Թուրքի հողի անուն չկա։ Այդ 8 գյուղի ես չգիտեմ ով է մոգոնել։ Ստեղ սենց խնդիր կա, այո, իհարկե նոյեմբերյանի կողմում հայկական հողում ապրել են ադրբեջանցիներ։ Ասենք ոնց որ մենք ապրել ենք Սումգայիթում, մենք ապրել ենք ոչ դաշտային Արցախում, Ղարաբաղում, սենց Ղարաբաղն ասում են որ բոլորին էլ էլի Արցախն է մերը, բայց Ղարաբաղը էլ ասենք մեկ-մեկ որ հա, այդտեղ որտեղ որ ապրել է ադրբեջանցի, դա այսօր չգիտեմ թե համարում են իրանց։
Ստեղ էլ չգիտեմ, այս շիականջներով մարդիկ կան, որ ասեն քուրակե շնդեից բան ակաժները թափա տալի, այս շի մակարդակով էլ ստե մարդիկ կան, որ կարող է այդ 8 գյուղը տան, ոնց տանարա, ում գյուղը տան, ինչ գյուղ տան, նորից եմ ասում, մարդիկ ապրել են մարդիկ այդ գյուղերում, ինչ եղել, կոմունիստական վաղտեղը սահմանը գծել են, մի երկու գյուղում էլ թուրքեր շատ են ապրել, Փառք ու պատիվ մեր շամշադինցիներին, մերոնք մի քիչ բանոք մարդիկ են էլ, ինեն շի որ ընդե կարային թուրք ապրեն, այլազգ ոչ մի մարդ շամշադինում տավուշում, այսինքն չկա, այլազգ մի հատ մարդ եղել Ֆյոդորով, այդ ընտանիքը, կա հարսեր, մարսեր, կա փառք ու պատիվ իրենց, բայց ընտանիք որպես չկա, մեր մոտ դա չեն կարող անել, իսկ եթե այսօր ինչ որ պիտի ինչ որ մի բան անեն, ուրեմն ոտնձգությունա հայոց հողի վրա Ու նաև ասեմ, այդ ութ գյուղն էլա դրա մեջ մտնում, այդտեղ կա մի բարխուդարլու, որը որ կարմիր գծով, կալցո, այսպես կալցոյի մեջ, եղել է ադրբեջանական գյուղ, այստեղ վիրևում եղել է Արծվաշենը, որը որ նորից կարմիր գծի մեջ, հայկական գյուղը եղել Ադրբեջանի մեջ, երևի ես չեմ կարող ասեմ, սենց գնացել են թուղթ ու թամասա ստորագրել դες սուտ չասեմ, բայց դրանք միաժամանակ ոնց որ ասենց նրանք գնացին իրանց գործին այդ գյուղից դուրս եկան առանց ինչ որ բանի մերոնք էլ տվին, դե մերոնք մի քիչ աֆերիստ են, չէ, 20 քանի զոհ տվին, մի քիչ մերոնք ուժեղ են, էլի, հենց չտվին, տարան ընդե մեծ զինագործական արհեստանոցներին, բան Արծվաշենում ու նվեր տվին Թուրքին գնաց։ Այդ մասով մնացածը դե չգիտեմ, հիմա ժողովուրդը թե ոնց կասի, ինչ կասի, այո, ես մեր տղաները գնում են, շատ են ուզում մասնակցեն, ում ստացվում է, ում չի ստացվում, մի քիչ դաժանա, որովհետև տղեկը իրոք շատ անտրամադիր են, որովհետև պետական հրաման պետք է, գիտեք ինչ, չես կարող իմանաս, կարող է գնաս այսօր առաջի գծում կանգնածին ոչ մի բան չլինի, առաջի գծից 5-10 կիլոմետր հետ բայրակ թարալի, խփեց, ինչ պետք է անեն։ Ու այդ մարդու անունը միտեղ գրած չլի, բայց երեխա կա, բան կա, վերջին հաշվով դե 1000 բան կա, էլի, թոր կա ապրող, վերջը կին կա պետք է ապրի։ Սենց բաներ կա մի քիչ նեղվում ենք, բայց դե ինչ անենք։ Սպասողական վիճակում է։ Այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակում մարդիկ գիշերը հնարավոր է նույնիսկ չեն քնում, սպասում են համացանցում ինչ որ ինֆորմացիայի, որտեղ չգիտեն, որ կողմից կարող է որ տարածքը խոցվել Այս պահի դրությամբ որպես 3 պատերազմներին մասնակցած, ռազմական գործողություններին մասնակցած Ուրեմն գործիչ ձեր ասեմ Լուսինե ջան, ասեմ նախ այս բլոգեր հասկացողություն էս ընտանյան կամ ֆեյսբուքյան էս ամեն ինչի պետք է մի քիչ դադար տալածվի։ Մարդիկ իրանց լայքեր հավաքելու համար անենց մի օինոտ բաներ են գրում Նորից եմ ասում, լրագրողը դա կարանի, որ իր նյութը շատ դիտվի, բլոգերը կարանի են մարդու աշխատանքը հետա, բայց լրիվ Հայաստանը կանգնած է նրա վրա, որ անենց բան գրի, որ իրան նատես ինչ է, բանը դնեն է, լայքա կոչում, ինչա կոչում, սա մեր տունը քանդում ա, հաստատ, էդ մեկ, կոչի առումով ասեմ, կոչի իհարկե իմ կոչը միաբանության կոչն է, միաբանվենք, ժողովուրդ ջան, միաբանվենք, այսօր ես ասում եմ, մի անգամ եւս ասում եմ, պարոն Փաշինյանը ավարտել է իր գործունեությունը, ես օրինակ, որպես որ ասած մի քիչ քթածակով մարդ, ես տենում եմ, որ Փաշինյանը խնդրում է իր ժողովրդին, որ հավաքվեք ինձ հանեք, այն մարդը չի կարա ասի, ես գնացի, չի կարա տենց բան, Որտեղ միջպետական լիքը բաներ կա երևի միտեղ ստորագրել է, միտեղ մի բան, այն մարդն ասում է հավաքվեք ինձ հանեք, բայց մեր ժողովուրդը չի հավաքվելու, որովհետև 10 ձևի օպոզիցիա կա, այս 10 ձևի օպոզիցիան չգիտես ովում կողմն է, ես նորից եմ ասում, եթե 10 օպոզիցիոն թևերը իրոք օպոզիցիա են կառավարությանը, պիտի 10 չլեն, պետք է լինի մեկը, այ մեր ես Թուրքիա կոչված այդ անասունների ընտրությունները, ընդամենը 3 հոգին, 44-45 են, 49 են, վերջը, տեսակ, օպոզիցիան մեկներ, տեսակ ինչի հասա,
Իսկ այստեղ 10-20 օպոզիցիա կարա։ Սա ով կանգնում ով կաբինետ ունի, կամ ով կաբինետ հաճարում, կամ ով գնում է, ինչա, կուսակցությունա գրանցել տալի, գիտի թե ինքնավոր կա, երկու հոգի էլ կենացը խմում են լուրջ։ 1, 2, 5 կենացը խմում են, բարը ասում է ես եմ որ կամ։ Ու գնում են սկսում են իրանցով, որ իրանց շուրջը հավաքվեն, այդտեղ չի ժողովուրդ։ Բոլորիդ էլ ունեք ղեկավարներ հաստատ, բոլորիդ էլ ունեք ուղղորդողներ, 90%-ին ունեք ուղղորդողներ, իհարկե ես իմ ասածները լրիվին չի վերաբերում, կան մարդիկ, մի 10%, 15% մարդիկ կան, որ ձիգ մարդիկ են, ձիգ տղեկ են, ես ընդհանուր որ սենց նայում եմ, եսի նկատի ունեմ, հավաքվեք ձեր ջոջերին, թող իրանք հավաքվեն, այդքանը մի մարդով հանդես գան, չի լինի, ուրիշ ձևի չի լինի, հիմա նորից եմ ասում, պատկերացրեք մի մարդու հետ, 10 մարդը դեմ է, եթե այս 10 մարդը դեմ է իրոք, գնանք այս մարդուն ասենք, մենք 10-ն էլ դեմ ենք, երբ որ գալիս է պահը, որ պետք է 10 հոգով գանք այս մի մարդուն կառավարությանն ասենք, դեմ ենք, այս 10 մարդուց կեսը չի երևում, ուրեմն են կեսը հաստատ ստեղ են այս կառավարության հետևում են, անենց որ այդ սուտի մուտի ֆոկուսնին բրախեք, ձեզանից քթացակովել ենք, ձեզանից ուժեղել ենք, ձեզանից տեսածել ենք, ձեզանից ճանապարհ անցածել ենք շատ, ամեն ինչը տեսել ենք, գիտենք, եթե օպոզիցիա եք, կանգնեք ասեք օպոզիցիա ենք, չէ կանգնում են, մենք ոչ մեկին չենք ուզում, ես ոչ մեկին չեմ ուզում, դե չես ուզում, ուրեմն դու հայ չես արա, խի չես ուզում, ուզում ես օպոզիցիա լես, կանգնի ասա տենանք ով օպոզիցիա իրար հետ հավաքվեն, ուզում ես իշխանական, ես ասեմ, մալադեց են տղեկին, որ գնեմ կանգնում են իրանց այդ տիրոջ կողքին, լուրջ եմ ասում, մալադեց այդ տղեկին, առանց դեսդենի եմ ասում, ես չեմ ուզում, ինձ համար առաջին հերթին դա վատ անդրադառնում թե պետության, բայց մալադեց իրան, իսկ օպոզիցիայում այդ կամքը ես հլավոր չեմ տենում, հլավոր օպոզիցիայում այդ կամքը չեմ տենում, ով ինչ ուզում ասի, չկա էդի, չկա, ես եղել եմ քանի ամիս ընդ բան պահեցին, Ֆրանսիայի հրապարակում, ես եղել եմ ընտեղ վրան էլ դրել եմ, մեկ էլ տենում եմ ընտեղ մի կամանտը մի երաշտություն ա դրել, դմ, են մի կամանտը ուրիշ, գնում եմ ասում արա ժողովուրդ ջան, իրար խանգարում ասել չի լի, բա ոչ չեսա կդզենք, արա խի պետք է տենց էլի, որ խի դզենք, ու սենց ամեն ինչը։ Շնորհակալություն, պարոն Չլինգարյան ջան։